Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, արդյոք կարելի է ձգել ողնաշարը, արդյոք կարելի է չձգել եւ ձգելն է ճիշտ, թե չձգելը։ Դրա համար մենք հրավիրել ենք մասնագետներ, որոնք հայտնել իրենց կարծիքը։ Այսօր իմ հյուրն է գյումրեցի, այսինքն Գյումրիի վերականգնողական կենտրոնի տնօրեն Անահիտ Աղաջանյանը, բժշկական գիտությունների թեկնածու, Գագիկ Կարապետյանը, ֆիզիոթերապևտ, մանուալիստ, բանաստեղծ, երաժիշտ, երգահան, ակադեմիկոս։ Եվ այսօր ես տաղավար եմ հրավիրել նաև Նունե Արևշատյանին, որը մարզուհի է, վարպետ է, սպորտի վարպետ է, մարմնամարզության, որը ձեզ կցուցադրի պարոն Կարապետյանի հետ միասին, թե ինչպես կարելի է կատարել այդ հնարքները ողնաշարը բեռնաթափելու համար։ Տիկին Անահիտ, խնդրեմ, ինչ կարծիքի եք դուք, որովհետև կա տարակարծություն ողնաշարը ձգելու համար, քանի որ դուք ունեք նման կենտրոն, զբաղվում եք նման հարցերով։ Ողնաշարի բուժումը ձգման մեթոդով պետք է կատարել երբ, ինչպես եւ հիվանդության որ этаպում։ Մեր կենտրոնում արդեն 7 տարի կիրառվում է դետենզր համակարգի միջոցով ողնաշարի ձգման մեթոդը, որը տվել է իր հիանալի եւ բազմաթիվ լավագույն արդյունքները։ Սա ողնաշարի բեռնաթափման մեխանիզմով բուժման մեթոդն է, որը մոնոթերապիա որպես այդպիսին մենակ որպես մոնոթերապիա չի առաջարկվում։ Ինքը առաջարկվում է կոմպլեքս համալիր բուժման հետ միասին, որի մեջ ներառում է անպայման պարտադիր կինեզոթերապիան, բուժական ֆիզկուլտուրան, ռեֆլեքսոթերապիան, մանուալ թերապիան եւ մնացած ֆիզիոթերապևտիկ միջամտությունները, որոնք անում են ամեն ինչ, որպեսզի հանեն ողնաշարից ցավը։ Շատ լավագույն մեթոդ է երկարատև ձգման միջոցով, մարմնին հաղորդում է ռելաքս, մենք խնդրենք փորձենք ցուցադրել, թե ինչպես է կատարվում այս ողնաշարի տրակցիան, որը հաղորդում է մարմնին ռելաքս, քանի որ ողնաշարը իր բազմաթիվ, ուրեմն հիվանդությունների առաջացման ժամանակ ենթարկվում է փոքր ստրեսների եւ մկանների սպազմի առաջանում։ Ողնաշարը Դուք կարող եք ցույց տալ այս մուլյաժի վրա։ Այո, Արկած վիճակում ինչպես է դա լինում արտահայտվում։ Այս ուրեմն ոչ միայն ասենք, որ ողնաշարը որպես շարժուն համակարգ ունի ձգման պահանջ, անհրաժեշտություն։ Այսինքն բոլոր այն հիվանդությունների բուժման մեթոդները, որոնք տարերի ձեր ասացի նման խոսքից գալիս են, նրանք ուրեմն նպատակաուղղված են ողնաշարը ձգելու միջոցով ուրեմն բուժելուն։ Բանը նրանում է, որ վերտիկալ ուրեմն դիրքում է ողնաշարը եւ նրա վրա ծանրաբեռնվածությունը մեծ է։ Բանը նրանում է, որ մեր կյանքի կեսը ուրեմն ասում է պարկած վիճակում, եթե ողնաշարը պարկում է, ինքը պատկերացեք հեղուկի մեջ է եւ շարժվելու հատկություն ունի։ Ինքը շարժուն համակարգ է, շարժուն համակարգ է հոդային եւ ինքը այդ ֆիզիոլոգիական կոյերը աստիճանաբար ուղղվում է եւ ողնաշարը բեռնաթափվելով մեկը մեկից հեռանում է ողները եւ թողնելով ազատ վիճակում բոլոր այն նյարդաթելերը եւ մարմինը այսպես անցնում է հանգիստ վիճակում։ Նյարդերը այսպես ասած հանգստանում է պարկած վիճակում։ Երբ մենք գալիս ենք նաեւ հորիզոնական դիրքից մենք կարող վերտիկալ դիրք, ապա այդ ժամանակ ծանրաբեռնվածությունը մեծանում է եւ դրա համար էլ բոյը մարդու ուրեմն տատանվում է։ Մարդը բարձրահասակ է, տարիներ շարունակ գնալուց մենք տեսնում ենք, որ այդ բարձրահասակ մարդը հիմա ցածրահասակ դառավ։ Այսինքն նշանակում է, որ մարդը ինքը մաշվող եւ դեֆորմացվող համակարգ է։ Եթե մաշվող եւ դեֆորմացվող համակարգ է եւ նստել գիտեն այս ողնաշարը փոքրանալ գիտի նեղվել, ուրեմն ինքը հիմնական իրեն ուղղվածությունը հենց իրեն այդ ողնաշարի ձգման ճանապարհով բուժման այդ էֆեկտներն են, որոնք ֆանտաստիկ ուրեմն թողնում են հետևանքներ, բայց մենք պետք է գիտենանք մի բան, ինչպես Անահիտը նշեց, թե ինչպես, երբ եւ ոնց։ Այս սա է վարպետությունը, որը ուրեմն տարերով անցել է։ Դիցուկ պարոն Աշոտյան, հիմա ես շատ մի հետաքրքիր մի բան եմ ասելու, ողնաշարը ասենք խախտված է։ Այսպես, տեսեք, ինքը պետք է կազմի ողնաշարը, ես ցուցադրում եմ, բոլոր այս փշիելույսները պետք է լինեն իրենք նույն հաստության, նույն գծի վրա փշիելույսները։ Եվ դիցուկ այս փշիելույսներից տեսեք արդեն խախտված, ես ցույց եմ տալիս այսպես եւ ավելի վատ խախտվածքներ են լինում։ Հիմա մեխանիզմը եւ երկրաչափական է եւ ֆիզիկա է պահանջում եւ գիտելիքների մեծ փորձ, որովհետեւ կարողանալ այս ողնաշարը
ուղղել։ Այսինքն մենք պետք է նրա վերևից բարձրացնենք, վերև ներքևից նրա պետք է ներքևիջեցնենք, որովհետեւ հանգիստ տանք եւ կարողանանք այս ողները ուղղել, բերել իրենց ուրեմն համապատասխան տեղերը։ Հիմա պարոն Աշոտյան, ուրեմն այստեղ հարց է ծագում, արդյոք կարող ենք մենք արագ պետք է ուղղենք, որովհետեւ մենք եթե խախտված է, ուրեմն ստեղծված է շատ ծանր իրավիճակ։ Այսինքն սա հավասար է հոդախախտի, որ ասենք մարդու ձեռքը հոդախախտ է։ Դուք բացի ասենք այդ բույսերի արկա լինելով, նաև դուք օրթոպեդ եք ձեր մասնագիտությամբ, եւ ես չեմ ուզում ասել, եթե այս ձեռքս իմ դուրս է ընկած, ապա ինչ պետք է անել առաջին։ Պետք է տեղը տնել, անմիջապես պետք է նրան տեղը տնել, այնպես էլ ողնաշարային այս հոդային համակարգն է։ Մենք պետք է անմիջապես օգնենք։ Շատ դեպքերում ասում են մեր բժշկության մեջ, որ սպասենք, դեռ սուր վիճակ է, պետք է հիմա, բայց այս հոդախախտի դեպքում անմիջապես պետք է օգնել, առաջին օգնությունը այն ճիշտ տեխնիկայով տեղադրելն է, եւ հետո մյուս բոլոր պրոցեդուրաները մի հարց, պարոն Կարապետյան, մի հարց։ Ուղղեցիք այդ ուղումը, քանի որ եթե մենք հոդախախտերը ուղում ենք, դուք ճիշտ ասեցիք, որ ես վնասված կաբան եմ եւ այլը, հոդախախտ ուղղելուց հետո անպայման անշարժացվում է, որպեսզի դա ստեղծվի կայուն վիճակ եւ բուժվի հիվանդը, նորից չկատարվի հոդախախտը։ Իսկ այս վիճակում սա լինում է կայուն վիճակ, քանի որ ողնաշարի վրա դուք չեք կարող գիպս դնել այս պարագայում։ Այո, պրոբլեմը հենց կայանում է նրանում, որ ողնաշարը շարժուն համակարգ է եւ իրեն ուրեմն կանգնեցնելու անշարժ վիճակ գրեթե հնարավոր չի, որովհետեւ անդադ բոլոր շարժումների ժամանակ, նույնիսկ հազալու ժամանակ մարդու ողնաշարի ուրեմն շարժման հետ է։ Իսկ ինքը կայուն լինել չի կարող, նույնիսկ ուղղելուց հետո։ Դեռ ինքը շարժման մեջ է, նորից հնարավոր ինքը ծրել, դրա համար էլ հենց այն է, որ պետք է այդ բանը հստակ կատարել, ճիշտ կատարել եւ մգանակաբանային ապարատը նույնպես պետք է ուղղել։ Մգանակաբանային ապարատն է, որ նրանք քաշի այդտեղից դուրս են բերել։ Մգանի, որի ասենք իմ տերմինոլոգիայի մեջ դա մգանի լարվածություն համարում են մգանային ինֆարկտ եւ ինքը քաշում է դուրս, բան անելով, ծռելով, ուրեմն համակարգը Օրիոր Տարևշատյանը երկար պարկած մնաց, գուցե նրա վրա ցույց տալ պարոն Կարապետյան։ Ուրեմն օգնության է հասնում վարժությունների կոմպլեքսը, քանի որ տետենզր համակարգը ինքը ռելաքս է հաղորդում մարմնին եւ բերում է հավասարակշիռ վիճակի ողնաշարի աջ եւ ձախ կողմերում գտնվող բոլոր մկանախմբերը, սպազմի մեջ գտնվող կարճացած թույլ մկանները, բոլորին բերում է հավասար վիճակի։ Կապարկում է հիվանդը 40-ից 45 րոպե այս մատրասի վրա, որի ընթացքում կատարվում է 3 անգամ ձգում։ Առաջին 5-10 րոպեից հետո, խնդրենք պարոն Կարապետյան ձեզ, ուրեմն կիսակլանակից բռնում ենք եւ պարանոցային հատվածը ֆիքսելով գլուխը, կատարում ենք առաջին ձգումը, ողնաշարի ձգումը կատարվում է առաջին 5-10 րոպեի ընթացքում, կիսակլանակից ֆիքսվում է պարանոցային հատվածում, ծոծրակային դեպի հրումով, կատարվում է ձգումը դեպի առաջ, շատ լավ ստացվեց, որից հետո կատարվում է ձգում ոտքերից, սկզբից մեկ ոտքից, հետո մյուս ոտքից։ Սա բնականաբար կատարում է ողնաշարի ֆիքսում եւ բեռնաթափում։ Ինքը իր մեջ ներառում է բիոմեխանիկական մեխանիզմը ողնաշարի ձգման եւ կատարում է բեռնաթափում։ Կատարվում է ռելաքսի ֆոնի վրա, որից հետո օգնության են հասնում միանշանակ վարժանքները, ճիշտ վարժությունները, որոնք կատարվելու է ամրացնելու բոլոր մկանախմբերը։ Բացի սրանից հազարավոր ուրեմն այսպիսի գործիքներ են ստեղծված ողնաշարը ցկելու համար եւ ստեղծված են վարժությունների հազարավոր համակարգեր, որոնք նույնպես նպատակաուղղված են պահանջվող այդ ողնաշարի ցկման, ուղղման կանոններին։ Ուստի ցույց ենք տալիս մի վարժություն, որը եւ չծնված երեխայի ուրեմն վարժություն է, ներարգանդային դիրքն է, որը այսպես, սա կարելի անել նաեւ պարկաստրությունից, այսպես, ցկել, գլուխը մոտեցնել ու պայել, ֆիքսել։ Սա նաեւ շատ լավ վարժություն է, նաեւ ոտքը ափին ոտքը ոտքին եւ մեջից ձեռքերը երկու բռնած, էլի գլուխը մոտեցած, սա ասանա է։ Այսպես պահվում է ասանան։
Շատ հետաքրքիր վարժություն է կանգնած դրությունից։ Ալեքսանդրովը այս վարժությունը ամեն օր կատարելով ուրեմն կարողացել է փրկել իր կոդկասրբանային հատվածը։ Սա ուրեմն ցկում է ողնաշարի ու բեռնաթափում է, ասենք, ողնաշարի։ Շատ բազմապիսի ուրեմն ուղղվեք, շատ բազմատեսակ վարժություններ կան, նույնիսկ ասենք կանգնած վիճակից երկու ձեռքով գլուխը բռնել եւ առաջ թեքել, սա ուրեմն ցկում է պարանոցի հատվածը, ինքը ցկում, հեռացնում է եւ բեռնաթափում է։ Բոլոր վարժությունները նպատակաուղղված են ողնաշարը բեռնաթափելուն։ Նույնիսկ մարդը երբ նստում է ինքը երկար ժամանակ չի կարող այդ արտիստի դիրքում նստել եւ ինքը բեռնաթափելով ձեռքով է պահում, հենվում է միտեղ։ Այսինքն ողնաշարը ինքը արդեն մանր-մունր խնդիրներ ունի, իսկ այդ ցկելու տեխնիկան, ցկելու այդ արվեստը շատ կարևոր է եւ պետք է անպայման դպրոց, շկոլա անցած մարդը լինի, որպեսզի կարողանա այս ցկման արվեստին տիրապետի։ Պարոն Կարապետյան, կան տարիքային սահմանափակություններ ողնաշարը ձգելու, կա հակացուցում ողնաշարը ձգելու եւ արդյոք պետք է հիվանդը հետազոտվի, կարող է նա ունի օստեոպորոզ եւ այդ դեպքում ողնաշարի ձգելը կարծեմ այդքան էլ հարմար չի։ Այո, յուրաքանչյուր տարիքային գրադացիայում մոդեցումը տարբեր է, քանի որ մարդը ծերանում է ինքը, ողնաշարը նույնպես իրեն հետ մաշվում ծերանում է եւ այս ամեն ինչը պետք է լավագույն դիագնոստիկա կատարելուց հետո այս ամեն ինչը կատարել։ Իհարկե, եթե կա օստեոպորոզ, կա չարվորակ ուռուցքների դեպքում, կա տարբեր պաթոլոգիկ վիճակներ, սկոլիոզ, կիֆոզ, լորդոզ, սկոլիոզների, կիֆոզների ժամանակ կարելի է ցկումները անհրաժեշտություն է, սկոլիոզ, կիֆոզների ժամանակ, եւ ընդհանրապես պաթոլոգիկ վիճակների մասին պետք է նույնպես մոդեցումը գիտենալ ինչպես պետք է անել։ Օրինակ, հատուկ սկոլիոզների, կիֆոզների ժամանակ հատուկ մոդեցման ձև կա, պետք է գիտենալ ինչպես ցկել, ինչպես կատարել մանուալ թերապիան։ Ինչպես կարողանալ այստեղ օստեոպորոզի ժամանակ չի կարելի անել ու կապված է դա թե ասենք օստեոպորոզի որ աշճանում է ինքը գտնվում։ Եթե ասենք երկրորդ, երրորդ աշճաններում է գտնվում, ապա մենք ոչ մի բան չենք կարող անել։ Կարող ենք ուղղակի մկանային թեթև աշխատանքներ անել ոչ միտեղ սուր հրումներ չկատարելով։ Պետք է հաշվի առնել ռենտգեն պատկերները թե ինչպես են, հաշվի պետք է առնել խախտումը թե ինչպիսի խախտում է, որովհետև երբեմն լինում են խախտումներ, երբ որ խախտված է ինքը եւ ունի իրեն առանցքի շուրջ պտույտ։ Այստեղ արդեն գործը բավտանում է, պետք է հասկանալ որը պետք է սկզբից անել, որը պետք է երկրորդական անել ու պետք է վերջում ինչ ստանալ, որովհետեւ սա երկրաչափություն է, ֆիզիկա է, լավ ողնաշարաբանությունը իմանալ է, լավ մկանաբանությունն ու այդ կաբանային համակարգը իմանալն է։ Ես ուզում եմ ցույց տալ շիացուի մի հնարք, որը նույնպես ճապոնական շիացու շիևցու ձեռքով հրում բանն է, հրումների միջոցով ուղղակի կարողանա նույնպես ինքը նվիրված է ողնաշարի ցկման վիճակին։ Շնորհակալություն։ Վարժությունը նույնպես կենավրիորդը։ Այո, պետք է վեր կենա հիմա, ինքը շատ լավ վիճակներ ունեցավ։ Ձայներից դուք հասկացաք, որ ինքը ինչպես կարողացավ, ասենք, ցկվել, ինչպես ողնաշարը կարողացանք իրա ցկել եւ այս գեղեցիկ սարքի միջոցով, որը շատ իմիջայլոց տեսքով հասարակ է, բայց ինքը իր ներսում գաղտնիքներ ունի։ Պարոն Կարապետյան, ենթադրենք այս գեղեցիկ սարքը չկա եւ գաղտնիքներ էլ չունի։ Ինչպես առաջ։ Նոր մենք ցույց տվեցինք, կարող է մարդը պարկել եւ մարդուն հատուկ ցկման ձևեր կան։ Մանուալ թերապիայի, ես ինչպես սեղանների վրա կարելի անել։ Սովորական սեղանների վրա կարելի անել։ Կարելի անել ցանկացած վայրում, որտեղ կա դրված փափուկ գորգ, կա մատրաս դրված, կա ուղիղ հաշտություն, որտեղ կարելի ուշադիր նայել, տեսնել ինչ է։ Սահող հաշտություն գործ անելու համար։ Հարգելի հեռուստադիտողներ, ինչպես տեսակ ողնաշարը ուղղելու հնարքները այսօր ձեզ ցույց տվեցին, ինչքան որ հնարավոր էր իհարկե, դա ընդունված մեթոդ է եւ կատարում է աշխարհի բազմաթիվ երկրներում այդ մեթոդը։ Առողջություն եմ ցանկանում ձեզ, մեր մասնագետներին հաջողություն, մինչ նոր հանդիպում։